Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվում է։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ամբողջովին փլուզվում է, իսկ Վաշինգտոնը պատրաստվում է նոր խիստ պատժամիջոցների։ Թրամփն այս մասին գրել է Truth Social-ում այն պահին, երբ Միացյալ Նահանգները պատրաստվում էր ներկայացնել Իրանի դեմ նոր տնտեսական քայլերը։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտն էլ հայտարարել է, որ սկսվում է լայնածավալ տնտեսական գործողություն, որի նպատակն է Իրանի իշխանությունների եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորումը հնարավորինս փակելը։ Բայց պատժամիջոցների վտանգը միայն Իրանին չի վերաբերում։ Բեսենտը զգուշացրել է, Իրանի հետ շարունակվող գործարքները կարող են խնդիրներ ստեղծել նաև մյուս երկրների եւ կազմակերպությունների համար։ Վաշինգտոնն արդեն պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 60 անձի, կազմակերպության եւ նավի նկատմամբ։ Այս ճնշման պայմաններում Թեհրանը փորձում է տարածաշրջանում նոր կապեր ձևավորել։ Իրանի արտգործնախարարությունը սակայն ասում է, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Պակիստանի հետ Մեքքայի համաձայնագրին միանալու պաշտոնական հրավեր չի ստացել։ Թեհրանին ըստ իրանական կողմի առաջարկվել է քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Բենյամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին։ Նա չի ասել, թե կոնկրետ որ որդու մասին է խոսքը, բայց նշել է, ընտանիքին տրամադրվող թիկնազորը շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն։ Իրանի նկատմամբ ճնշումը մեծացնելու հետ մեկտեղ Վաշինգտոնը Սիրիայի հարցում հակառակ քայլն է անում։ Միացյալ Նահանգները Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից։ Այս քայլը Դոնալդ Թրամփի Սիրիայի դեմ պատժամիջոցները թույլատնելու ավելի վաղ տված խոստման իրականացումն է։ Մերձավոր Արևելքից Ռուսաստան, որտեղ ուկրաինական անօթաչուների հարձակումների ֆոնին Մոսկվան նոր կանոններ է սահմանում կարևոր ենթակառուցվածքների համար։ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել։ Եթե կարևոր օբյեկտի սեփականատերը չի կարողանում պատշաճ կերպով պաշտպանել այն, այդ օբյեկտը կարող է ժամանակավորապես անցնել արտաքին կառավարման։ Խոսքն էներգետիկ, արդյունաբերական, տրանսպորտային եւ լոգիստիկ կարևոր օբյեկտների մասին է։ Պատերազմի ֆոնին սակայն շարունակվում է նաև գերիների վերադարձը։ Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով Բելարուսի միջոցով վերադարձվել է 10 ուկրաինացի զինծառայող, որոնք մինչ այդ համարվում էին անհետ կորած։ Երկու երկրների միջև պատերազմի ընթացքում արդեն հազարավոր գերիներ են վերադարձել, բայց դեռ բազմաթիվ զինծառայողների ճակատագիր անհայտ է։ Վատիկանի բարձրաստիճան դիվանագետ arczepiskopos Փոլ Ռիչարդ Գալագերը մեկնել է Ռուսաստան։ Նա հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հետ։ Վատիկանի նպատակը Մոսկվայի հետ երկխոսությունը պահպանելն է։ Նույնիսկ պատերազմի եւ Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունների լարվածության պայմաններում Հռոմը փորձում է դիվանագիտական կապի հնարավորությունը չկորցնել։ Զարա Սարգսյան, Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորքյան, ABC Media։